Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն օգոստոսի 6-ն է, նոր վերադարձա Բաթումից, չնայած որ հատել եմ 300 կիլոմետր։ Այնուամենայնիվ շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու, դրա համար հոգնած վիճակում կարևոր եմ համարում պատրաստել ձեզ համար հաղորդում։ Հիմնական թեման Ռուսաստանից հնչող հայտարարություններն են, շատ հայտարարություններ են այսօրվա ընթացքում հնչել Հայաստանի հասցեին, ես կասեի այսպես, ժողովուրդը ինչպես ասում է, 7 կատաղի շներով հարձակվել են մեր վրա, կներեք իհարկե արտահայտությանս համար, բայց այլ կերպ ես չեմ կարող անվանել այդ հայտարարությունները, եւ դրանից բացի հստակ տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինայից հետո փորձում են Հայաստանից սարքել թշնամի, հետ խորհրդային որևիցե այլ երկրից, ահա այդ աստիճան չեմ փորձում սարքել թշնամի, ինչքան որ Հայաստանից, չնայած նրա որ Բայրամովը Ադրբեջանի արտգործնախարարը գտնվում է հիմա Կիևում եւ չափազանց հետաքրքիր հայտարարություններ են գալիս Կիևից, խոսում են ռազմավարական հարաբերությունների մասին Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջեւ, խոսում են այն մասին, որ Ադրբեջանը կարող է գազ մատակարարել Ուկրաինային, ռազմատեխնիկական հարաբերությունների մասին խոսքը, այդ մասին նոր չէ իհարկե խոսքը, բայց Ռուսաստանից հնչում են հայտարարություններ նաև Ուկրաինայի մասով, հայ-ուկրաինական հարաբերությունների մասով։ Հայտարարություններով է Ռուսաստանից հանդես եկել Օվերչուկը, հայտարարություններով է հանդես եկել, այսինքն հեռախոսազրույցի ժամանակ Վալենտինա Մատվիենկոն, Զախարովայի տեղակալը, Ռուսաստանում ՀԱՊԿ-ի ներկայացուցիչը եւ այլն եւ այդպես շարունակ։ Մանրամասն կքննարկենք այդ բոլոր հայտարարությունները։ Անպայման բաժանորդագրվեք սիրելի հայրենակիցներ, եթե մինչև հիմա դեռ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ միշտ լայքում են եւ արձագանքում են մեր կոչերին։ Իսկ ասենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղստան։ Այնտեղ էլ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Եվրասիական տնտեսական միության մասին է խոսքը եւ քանի որ միջկառավարական խորհրդի նիստ է, այդտեղ կլինեն տվյալ երկրների վարչապետերը, ովքեր որ անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը։ Շատ կարևոր է ստանալ այդտեղից հայտարարություններ, ես գրեթե համոզված եմ, որ շատ կարևոր վճռական հայտարարություններով է հանդես գալու այնտեղ Նիկոլ Փաշինյանը։ Ինձ իմ ենթագիտակցությունը հուշում է եւ քաղաքական իրավիճակն էլ իրականում հասունացել է, որ շատ կարևոր հայտարարություններով հանդես գա Փաշինյանը եւ շատերին հասկացնի, թե այդպիսի պարվածքի պարագայում ինչ է սպասելու Եվրասիական տնտեսական միությանը, բայց նաեւ ՀԱՊԿ-ի մասով ես նույնը կասեի, փոքր տարբեր է ՀԱՊԿ-ում Հայաստանի կարգավիճակը ներկա պահին եւ Եվրասիական տնտեսական միության մեջ հաստատին նույնն է դառնում։ Այսինքն եթե Հայաստանը հիմա սարեցրել ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը, բայց ելի ՀԱՊԿ-ում ՀԱՊԿ-ի չաշխատելու պատճառով, ապա Եվրասիական տնտեսական միությունը ինքն է դադարեցնում կարծես Հայաստանի մասնակցությունը, սարեցնում Հայաստանի մասնակցությունը, այսպիսի իրավիճակ է։ Եվ Վիկտոր Վասիլևը Ռուսաստանի ներկայացուցիչը, ով որ մի քանի օր է արդեն հայտարարություններով է հանդես գալիս, այս մեկ շաբաթը կոկվել է եւ հայտարարություններով է հանդես գալիս, ասում է, որ արևմուտքը ցանկանում է հեռացնել Հայաստանը ՀԱՊԿ-ի դաշնակիցներից։ ՀԱՊԿ-ի դաշնակիցներին հարցրել են, տեսնես, որ այդպիսի հայտարարություններ են անում։ Դե Բելարուսը Ռուսաստանի կացորդն է, միանշանակ իրենք համակարծիք են, բայց այստեղ տեսնում եք մնացած երկրների մասով նույնպես Ռուսաստանը իր վրա կարևոր դեր է վերցնում եւ նման հայտարարություններ անում։ Թե ՀԱՊԿ-ի մասով է իր պահվածքը այդպես ցույց տալիս Ռուսաստանի Դաշնությունը, այդպես ձևակերպում, թե Եվրասիական տնտեսական միության մասով նույնպես։ Եթե դա ձեռնտու է այդ երկրներին, որոնք որ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ են, դա իրենց գործն է, բայց Հայաստանը ես կարծում եմ, որ ժամանակը եկավ, որ շատ կարևոր ուղերձ ցեղի
մեսիջ ուղարկի այդ երկրներին, որ եթե նույնիսկ դուք չունեք այդ կամք, որպեսզի հապկում եւ ԵԱՏՄ-ում հայտարարություններ անեք, ապա այդտեղից դուրս գալով ձեզ շանս կտրվի, որպեսզի երկկողմ հարաբերություններ կառուցենք ձեզ հետ։ Կարծես թե Ղազախստանը ունի որոշ համարձակություն, բայց այնուամենայնիվ դեռևս ռուսական պահանջներին ենթարկվում է։ Դա մենք տեսանք նաև նույն Եվրասիական տնտեսական միության հայտարարություններում, որտեղ որ ընդունվեց հայտարարություն Հայաստանի մասով Պուտինի ճնշումների ներքո, որտեղ որ կար նաև Ղազախստանի նախագահի ազգանունը այդ հայտարարության տակ։ Հիմա անդրադառնանք Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հայտարարություններին։ Ինչ է ասում Օվերչուկը։ Օվերչուկն է հիմնականում ներկայացնում ԵԱՏՄ-ն, մենք գիտենք շատ ակտիվ ինքն է զբաղվում ԵԱՏՄ-ի հարցերով եւ ասում է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը այս տարի նվազել է 2/3-ով։ Այստեղ կոնկրետ խոսքը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության մասին է, բայց ինքը ավելացնում է նաեւ այն, որ ԵԱՏՄ եւ Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս զարգացումները կանխատեսելի էին իրենց համար իհարկե։ Մենք վերջին 3-4 տարիների ընթացքում մեր հայ գործընկերներին ասել ենք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես առևտրաշրջանառության անկում նվազում։ Օվերչուկը այստեղ ճիշտ է քողարկված հայտարարություն է անում, բայց ուզում է ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության պատճառով այդպիսի ռիսկեր են առաջացել եւ ահա արդեն կյանքի է կոչում Ռուսաստանը իր սպառնալիքները, որոնք որ տարիներով խոստանում էր կյանքի կոչել։ Ես այլ կերպ չեմ կարող ընդունել, վերլուծել այդ հայտարարությունը Օվերչուկի։ Բայց ինքը շարունակելով միտքը, այստեղ իր ճնշումն էր Հայաստանի վրա, հասկացում էր թե ինչի է Ռուսաստանը այդպես վարվում, երկաթուղում ասում փոքր ուրիշ ձևով է խոսում, դե բնականաբար առաջնորդվում է իրենց շահերով, ասելով, որ կոնսեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ իրենք որևիցե պաշտոնական դիմում չեն ստացել, սակայն հանրային դաշտում մշտապես լսել են այդ մասին հնչող հայտարարություններ։ Այստեղ էլ կարևոր է հիշեցնել, որ Փաշինյանի եւ Պուտինի միջև մենք հիշում ենք հանդիպում էր եղել, որտեղ որ այդ հարցը բարձրաձայնվել էր։ Այնինչ իրենց ձեռնտու չէ, պոչերը սեղմած այդպիսի հայտարարություններ են անում Օվերչուկները եւ մնացածները, բայց երբ որ իրենք են ճնշում իրենց խելքով Հայաստանի վրա էմբարգոների եւ այլ ձևերով, էմբարգոների տեսքով եւ այլ ձևերով, ապա այդ ժամանակ պարտությամբ այլ տեսակի հայտարարություններ են անում։ Երկաթուղուն երբ որ գործը հասնում է, պոչերը սեղմված այդ ձևի հայտարարություններ են անում։ Հիմա ավելի տարօրինակ հայտարարություններին անցնենք, արդեն փաստացի հերիք չէ մենք Զախարովայի սառանցանքներն էինք լսում, հիմա արդեն Զախարովայի տեղակալի Ալեքսեյ Ֆադեևի հայտարարություններն ենք լսում Հայաստանի մասով։ Ինչ է ասում այս պարոնը։ Այս պարոնը ասում է, որ Մոսկվան հետևում է Երևանի փորձերին բարձրացնելու նշաձողը եւ անցնելու շանտաժի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Շատ կարևոր այս նախադասությունը հիշեք, որ իբր Երևանը բարձրացնում է նշաձողը անցնելու շանտաժի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հետո նա ասում է ԵԱՏՄ-ի դաշնակից երկրների եւ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում Եվրամիությունը եւ այնինչ անում է Հայաստանը չի կարելի ներկայացնել որպես դիվերսիֆիկացիա։ Հիմա փորձենք այս երկուսը վերլուծել։ Նախ այն մեկը ամենասկզբի նախադասությունը, որ իբր Երևանը նշաձողը բարձրացնում է եւ անցնում է շանտաժ Ռուսաստանի հետ հարաբերություններում, բացարձակ նման բան գոյություն չունի, անհետեթություն է։ Դե ինչ ասես հիմա ռուսներին, անիմաստ է ինչ որ մի բան ասել, քանի որ մենք տեսնում ենք շատ կոնստրուկտիվ հայտարարություններ Հայաստանի կողմից, ճիշտ է Հայաստանը արձագանքում է մեկ-մեկ Փաշինյանի մակարդակով։
ոչ արտգործնախարարության, Ռուսաստանի այդ զառանցանքներին, ավելի ճիշտ քայլերին, այդ արություններին էլ այդքան չէ, քայլերին կոնկրետ արձագանքում է Փաշինյանը, բայց շատ ավելի դիպլոմատիկ, շատ ավելի քաղաքակիրթ ձևով։ Իսկ սրանց հայտարարությունները լրիվ հակառակն են հուշում մեզ։ Բայց իրենք պնդում են, թե իբր նշաձողը Երևանն է բարձրացնում, անցնելով շանտաժի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի մասով, որ իբր Եվրամիությունը թշնամական կառույց է ընդդեմ ԵԱՏՄ-ի երկրների, մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ի բազմաթիվ երկրներ շատ լավ, շատ խորը հարաբերություններ են կառուցում Եվրամիության հետ։ Եվ ԵԱՏՄ-ի նկատմամբ չէ Եվրամիության դիրքորոշումը ոչ բարեկամական, ոչ բարեկամ է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ հենց Ուկրաինայի պատճառով։ Այն պատճառով, որ Ռուսաստանը սկսեց ռազմական ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։ Իսկ ինչ վերաբերում է դիվերսիֆիկացիային, տեսնում ենք, թե Ադրբեջանը ինչքան է խորացնում իր հարաբերությունները Ուկրաինայի հետ, բայց դա իրենք չեն նկատում։ Այս հարցին անպայման ես կանդրադառնամ, ուզում եմ ավարտել Ռուսաստանից հնչող հայտարարությունները Հայաստանի մասով։ Հիմա Ռուսաստանի արտգործնախարարությունում ելի մեկ հայտարարություն են արել, սա արդեն վերաբերվում է Ուկրաինային, որ Ուկրաինայի հետ Հայաստանի խաղեր տալիսը չի անպատասխանում իրենց հարաբերություններին, հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային ոգուն։ Վլադիկավկազում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, ավելի ճիշտ ներկայացուցիչի ղեկավար Բագիր Մամիևը եւս հայտարարությամբ է հանդես եկել։ Նա ասել է, որ Մոսկվան եւ Երևանը քննարկում են կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության եւ Վլադիվոստոկում Հայաստանի հյուպատոսության գրասենյակների բացման հարցը։ Այս մասին ոչինչ չունեմ ասելու, ուղղակի ուզում էի ներկայացնել, թե որքան հայտարարություններ են արվել այսօր Հայաստանի մասով Ռուսաստանի Դաշնությունից։ Հնարավոր է մի մասն էլ բաց ենք թողել։ Ամենակարևոր հայտարարությունները մենք ստանում ենք նաև հեռախոսազրույցից, այսինքն ոչ թե հայտարարությունները, տեղեկությունները, որ այդպիսի հեռախոսազրույց է տեղի ունեցել, եւ արդեն հայտարարության տեսքով բնականաբար ստանում ենք Մատվիենկոյի սպառնալիքները եւ գնահատականները Հայաստանի մասով։ Ի տարբերություն մնացած երկրների ազգային ժողովների ղեկավարների, ովքեր որ զանգահարել են Ռուբեն Ռուբինյանին եւ շնորհավորել են նրան ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, օրինակի համար այսօր Վրաստանի խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին նույնպես զանգահարել եւ նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, բայց Մատվիենկոն շնորհավորանքների փոխարեն սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին։ Սկսենք Ռուբեն Ռուբինյանի բարձրացրած հարցից, կարևոր է, որ Ռուբեն Ռուբինյանը Մատվիենկոյի հետ զրույցի ժամանակ հստակ մատնանշել է, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները նորմալ ձևով եւ խոչընդոտներ է ստեղծում հայկական ապրանքների համար, եւ դա երկկողմ փաստացի հարաբերությունների խախտում է, եւ այդ սահմանափակումները մտահոգիչ են եւ մեծ խնդիրներ են ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում։ Մի քիչ հոգնած եմ խոսում, կարծում եմ, բայց շատ պարզ է ասածը, շատ լավ է եւ ճիշտ է, որ Ռուբեն Ռուբինյանը այս հարցը բարձրաձայնում է, բայց մենք գիտենք, որ ոչինչ չի փոխվում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման մեջ եւ վերջին հաշվով ով է Վալենտինա Մատվիենկոն, ինքը որոշումներ կայացնող չէ։ Որոշումներ կայացնողը հիմնականում Վլադիմիր Պուտինը եւ ինչ որ չափով Սերգեյ Լավրովն է։ Մատվիենկոն նաեւ բնութագրել է այսօրվա հայ-ռուսական հարաբերությունները, ասելով, որ դրանք նման են մեկ գծանի երթուղու կամ ինչ որ նման բնութագրում է տվել։ Դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում ասել Մատվիենկոն։ Ուզում է ասել երևի, թե Ռուսաստանը դեպի Հայաստան է գալիս, իսկ Հայաստանը դեպի Ռուսաստան չի գալիս։ Մոտավորապես ահա դա եմ ես հասկանում տվյալ հայտարարություններից, բայց դա եւս շատ շանհեթեթ հայտարարություն է Մատվիենկոյի կողմից։ Հետո նա
հասկացել է, որ պետք է էլի սպառնալիքներ հնչեցնել եւ ասել է, որ իրենք կարող է հորդորեն ռուս զբոսաշրջիկներին չայցելել Հայաստան, քանի որ Հայաստանը երրորդ երկրների պահանջով շատ անգամ արտահանձնում է ռուս զբոսաշրջիկներին։ Ահա այսպեսի սպառնալիքների հնչեցրել Մատվիենկոն։ Կարծում եմ ավարտեցինք Ռուսաստանից հնչած հայտարարությունները։ Հիմա տեսեք, այս հայտարարությունները արվում են այն ժամանակահատվածում, երբ որ Բայրամովը, Ադրբեջանի արտգործնախարարը, գտնվում էր Կիևում, եւ նա շատ կարևոր հայտարարություններ է արել, իմիջայլոց ռազմավարական հարաբերությունների մասին հայտարարությունը պետք է որ մեծ իրարանցում առաջացներ Ռուսաստանի Դաշնությունում, որ Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջև կարող է եւ ռազմավարական հարաբերություններ հաստատվեն, այդ հարցը քննարկվում է, հաստատի, բայց Ռուսաստանից հնչում են հայտարարություններ Հայաստանի մասով եւ նաեւ Ուկրաինայի հետ կապված հայտարարություններ, որ հայ-ուկրաինական հարաբերությունները ինչ-որ չափով բարեկարգվում են, նորմալանում են։ Ինչ խոսքում ենք, շատ հեռու ենք Ուկրաինայի հետ ռազմավարական հարաբերություններ ունենալուց, ընդհանուր ռազմական արդյունաբերություն ունենալուց ցավոք սրտի։ Բայց Ռուսաստանը կրկին ու կրկին կենտրոնում է մեր վրա եւ չի նկատում այս ամենը եւ չի նկատում նաեւ այն, որ Ջեհուն Բայրամովը խոստանում է, որ Ադրբեջանը պատրաստ է, նա ասում է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային։ Ասում է, եթե Ռուսաստանի փաստացի սա է նշանակում Դաշնությունը շատ ծանր ձմեռ պարտադարի Ուկրաինայի ժողովրդին եւ Ուկրաինայի պետականությանը, մենք կարող ենք հասնել ձեզ օգնությամբ գազի տեսքով եւ գազ մատակարարենք ձեզ։ Եվ սա էլ չեն նկատում նորմալ ձևով Ռուսաստանի Դաշնությունում։ Ճիշտ է, ինչ որ հայտարարություն դեղոզված կա Ադրբեջանի մասով եւ դա էլ երրորդ դեմքով ինչ որ Գոստումայի արտաքին հարաբերությունների ղեկավարի տեղակալի մակարդակով, որը որ փորձել է դատապարտել զգուշորեն Ադրբեջանի հարաբերությունների խորացումը Ուկրաինայի հետ, ասելով, որ Հարավային Կովկասում կարող է իրավիճակը փոխվել, քանի որ Իրանը օրեցօր հզորանում է, նոր իրավիճակ կարող է ստեղծվել Հարավային Կովկասում, Իրան Միացյալ Նահանգներ պատերազմի ավարտի հետևանքներով։ Չեմ ուզում ամբողջ այդ տեքստը հայտարարության մեջ բերել, իմաստը դա է։ Դիք չխորանանք կոնկրետությունների մեջ թե ինչ հայտարարություններ են արել, բայց մեկ բան ընդհանրապես կասեմ, որ շատ սխալ են տեսնում Ռուսաստանում այնինչ տեղի ունենում Իրանում եւ Իրանի շուրջ։ Եթե իրենք կարծում են, թե Իրանը հաղթանակած է դուրս գալու այդ պատերազմից, իրենք ընդհանրապես քաղաքականությունից գլուխ չեն հանում։ Եվ իրենք սպասում են, որ իրավիճակը փոխվելու դրանից հետո Հարավային Կովկասում։ Իրանի մասով իհարկե կա խոսելու, բայց ես կնախընտրեմ այդ հարցերին անդրադառնալ արդեն վաղվա մեր հաղորդման մեջ։ Թե Իրանի մասին կխոսենք եւ թե Ուկրաինայի։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։